Մենք վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը։ Գարունն անկախ եղանակից մեկ շաբաթից գալիս է եւ մենք դարձյալ պիտի խոսենք, ինչպես ասում են գարնան, նաեւ վատ ազդեցություններից։ Մեր հասարակության մեջ գարունն ուղղակի ասոցացվում է զանազան հիվանդությունների սրման հետ, առավելապես նյարդային խնդիրների։ Տաղավարում է մեր գործընկեր բուժին փոթրագրի հաղորդավար նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Շատ լավ, փորձում եմ լավանալ երկարատև հարբուխից հետո, շնորհակալ եմ։ Հռիփսիմե, ճիշտ է, որ գարնանը իսկապես սրվում է հիվանդությունները, թե դա ուղղակի տարածված միֆ է։ Տեսեք, փաստորեն նոր, այսպես ասած, MKB կոդերով այդպիսի հիվանդություն վրա ասեն գարնանային դեպրեսիա, հա, աշնանային խանդրա, ինչպես ասում են, գոյություն չունի, բայց համարվում է, որ քանի որ օրգանիզմը պետք է նորից ադապտացվի եղանակային փոփոխություններին, շատ հաճախ գարնանը մեր ցիրկադային ռիթմերը փոխվում են, նյարդային համակարգը ստիպված է ադապտացվել նոր լույսի, օրվա նոր տևողությանը եւ այդ պատճառով օրգանիզմը սկսում է որոշակի սթրեսային իրավիճակների միջով անցնել, չնայած որ գարուն է, կարծես թե ծաղկումն է բնությունը, շատ լավ փոփոխություններ են, բայց օրգանիզմի համար դա ամեն դեպքում սթրես է։ Ինչ է նշանակում գարնանային նյարդային խանգարումների այս հասկացողությունը։ Այդպիսի հասկացություն իրականում կա, որը նույնիսկ այդպես ձևակերպում ունի սեզոնային ադապտատիվ կամ նյարդային փոփոխություններ օրգանիզմի կողմից։ Ամենաառաջինը մասնագետները, սա ավելի շատ գիտեք, շատերը համարում են, որ դա ինչ-որ հոգեհուզական միայն վիճակ է, կամակորություն է, բնավորության թուլություն կամ առանձնահատկություն է, բայց իրականում դա նյարդային համակարգի առանձնահատկություն է, որովհետև այս դեպքում մի ամբողջ նեյրոկենսաբանական պրոցեսներ են փոխվում։ Մեր նեյրոմեդիատորները, օրինակ նույն մելատոնինը, սերոտոնինը, որը մեր երջանկության եւ ուրախության համար խիստ անհրաժեշտ է, փոփոխվում են։ Տեսեք, ձմռանը մելատոնինը բավականին շատ է։ Օրվա մեծ մասը ավելի մռայլ է, մի քիչ մութ է եւ մելատոնին պիտի անընդհատ շատ արտադրվի եւ մենք մի քիչ ավելի քնկոտ ենք, ավելի այդպես այ արջերը ինչպես են, չէ՞, քուն մտնում, մենք էլ անընդհատ ուզում ենք քնենք եւ տանը լինենք։ Երբ որ գարուն է եւ փոխվում է սեզոնը, դեռ մելատոնինի քանակը մի քիչ շատ է։ Ցիրկադային ռիթմերը սկսում են փոխվել։ Երբ որ մենք լույս սկսում ենք շատ տեսնել, դրա պատճառով մեր նեյրոմեդիատորները եւ հենց թեկուզ մելատոնին ու սերոտոնին սկսում են ավելի շատ արտադրվել։ Այսինքն կարող ենք ասել, որ հիմնական փոփոխությունները հենց հորմոնալ փոփոխություններից են կախված։ Կարելի ասել, նեյրոհումորալ, այո, ինչու ոչ, նեյրոկենսաբանական պրոցեսների մեջ երևի թե ամենակարևորը մեր ուղիղ գործառույթներում մասնակցում են հորմոնները, նեյրոմեդիատորները, դրանք մեր շարժիչ ուժն են։ Վերջապես սերոտոնինը, դոֆամինը, որ մեր շարժման, ուրախության, այսպես մոտիվացիայի պատճառն են, իրենք պիտի բավարար քանակով օրգանիզմի կողմից արտադրվեն։ Եթե ինչ-ինչ պատճառով չեն արտադրվում, ապա մի քիչ ընկճախտի ավելի հակված ենք։ Իհարկե ոչ բոլորս, որոշ խմբի մարդիկ։ Իհարկե գարունն իր հետ շատ ուրախություն է բերում, այսպես նոր կյանք է բերում, բայց ինչևից է այն մարդիկ, ովքեր քրոնիկ հիվանդություններով են տառապում, գարունը կարծես թե մի փոքր ավելի սրացում է նրանց կյանքում լինում։ Այ խոսենք մի փոքր նաև այս մասին։ Խոսենք, բայց գիտեք, երևի թե այն մարդիկ, ովքեր կարողանում են բոլոր սեզոններին, միևնույն է, իրենց չթուլացնեն, իրենց մշտական դեղորայքը քրոնիկ ընդունվող մշտապես օգտագործեն, քնի ռիթմին ու հիգիենային հետևեն, սննդակարգին, որոշակի ֆիզիկական ակտիվությունը, իրենք կարծես թե այդ ստրեսներին շատ չեն տրվում եւ այս փոփոխությունները չեմ կարող ասել, որ պարտադիր գարնանը պիտի սրացում ունենան։ Ներողություն, օրինակ ճնշում ունեցողները կամ շաքարային դիաբետով։ Այլ է, երբ որ տոն օրերին, օրինակ սկսում ենք դիետան մոռանալ, դեղորայքը բաց թողնել, մտածել, որ դե լավ մեկ ամիս էլ չեմ օգտագործի, ոչինչ չի փոխվի, դրա համար այդպիսի համոզմունք կա, որ անպայման պիտի գարնանը, օրինակ բուժառուներ ունենք, որ պարտադիր գալիս են ասում են այ ես ամեն տարի ստանում եմ ներերակայիններ, այս տարի էլ պիտի ստանեմ, որ ինձ քիչ լավ զգամ։ Դա մի քիչ ավելի համոզմունքի են ման, այնպես որ գիտական ապացույց, որ պարտադիր իրենց մոտ պիտի ինչ-որ շեղումներ կամ սրացումներ լինեն, այդքան էլ այդպես չի։ Այն ներերակայինները ստանում են, իրենց լավ են զգում, իսկ արդյոք վիտամիններ ստանալը կարող է օգնել, որպեսզի մարդն իրեն ավելի լավ զգա, կամ վիտամինների պակասը կարող է խանգարել նյարդային համակարգը։ Իհարկե, մենք ձմռանը սեզոնային առհասարակ մի քիչ ավելի էներգոխնայողական ինչ-որ ռեժիմի ենք անցնում, բնականաբար վիտամինները, հենց թեկուզ արևը, վիտամին D-ն պակաս է, շատ մասնագետներ խորհուրդ են տալիս հատկապես սեզոնային փոփոխություններին գոնե վիտամին D-ի մասին չմոռանալ եւ նույնիսկ առանց վերահանձնելու ուղղակի պրոֆիլակտիկ դոզաներով օգտագործել, որտեղ դա կարող է մեզ համար շատ այսպես մեզ բուստ էներգետիկ պաշար լինել։ Վիտամինների մասին չմոռանանք, որ այո, մենք սննդամթերքի առումով էլ մի քիչ ավելի սահմանափակ ենք, եթե մրգերը նույն
նույն ամռանը գարնանը ավելի հարուստ են, ապա ձմռանը մի քիչ ավելի աղքատիկ է այդ ցանկը։ Դրա համար վիտամիններ կարելի է նաև եւ պահպանողական ուղղակի խմել, օրինակ վիտամին D, շատերը սիրում են B խմբի վիտամիններ, շատերը իրենց մելատոնինն ժամանակին օգտագործում։ Այնպես որ սա ողջունվում է միայն թե եթե ցուցված է կամ նախապես համաձայնեցված վարող բժշկի հետ։ Այն մենք խոսեցինք բոլոր այն հայտկություններից, որոնք որ ավելի մեր տրամադրությունն են բարձրացնում եւ այլն, բայց նաեւ մարդիկ, ովքեր որ դեպրեսիվ են, կարծես թե գարուն է, որը ծաղկող, բացվող, ավելի արևոտ շրջան է, բայց դեպրեսիվ մարդկանց մոտ նորից լինում են սրումներ։ Այս ինչի հետ է կապված։ Հետաքրքիր է, որ շատ մարդիկ համաձայն են, ինչ որ վերաիմաստավորում են ամեն սեզոնի հետ, չէ՞, մենք անպայման կապում ենք հեսա նոր տարի է մեծ փոփոխություններ է կյանքում լինելու, երկու շաբթի օրվանից լրիվ նոր վարքագիծ եմ դրսևորելու, գարնանը նոր պլաններ ենք նախատեսում։ Իմ կարծիքով շատ ժամանակ այդ էլի պահանջմունքները մեր հանդեպ շատ են եւ սպասելիքները սեզոնային փոփոխությունների ժամանակ շատ մեծ են։ Մեզ թվում է, որ եթե եղանակը արթնացավ, մեր օրգանիզմն էլ պիտի վայրկյանական այսպես կոճակի հպումով ամեն ինչ փոխի եւ վերադասավորություն լինի։ Իմ կարծիքով պետք չէ խոճապի մատնվել, պետք չէ անմիջապես գնալ դիմում գրել աշխատանքից դուրս գալ, ամուսնալուծության հայտ լրացնել կամ ինչ-որ գլոբալ ու ռադիկալ որոշումներ կայացնել, կարծես թե այդ սպասելիքները մենք էլ մեզանից ունենք, որ հեսա մեծ ռադիկալ փոփոխություններ պիտի կյանքում լինեն, իսկ այն մարդիկ, ովքեր սպասելիքները շատ չեն եւ ավելի adekvat են, ավելի դանդաղ են տեղափոխվում այս ռեժիմից, այս քնի ռեժիմից դեպի ավելի արթուն ու ծաղկուն գարուն, իմ կարծիքով իրենց մոտ դեպրեսիվ մի քիչ փոփոխություններ ավելի քիչ եւ անցնցում կանցնեն, բայց եթե բուն հարցին պատասխանեմ ինչու, ցավոք սրտի համարվում է, որ շատ մարդիկ կան, ովքեր նույնիսկ գենետիկ մակարդակով ժառանգական որոշակի նախատրամադրվածություն եւս ունեն, օրինակ տագնապային կամ դեպրեսիվ խանգարումներ ունենալ։ Այստեղ դժվար է վիճարկել ու ինչ-որ փոփոխություններ մտցնել, միջամտություններ դեղաբանական կամ բուժական։ Բայց համարվում է, որ 50-ից 60%-ը մարդինքը կարող է այս վիճակը կառավարել եւ դուրս գալ վիճակից, եթե օրինակ համապատասխան օգնություն կամ համապատասխան վարքագիծ իր համար մշակի։ Հիմա դուք ինչ ասում եք բոլոր տարիքային խմբերի մասին է, թե արդյոք երիտասարդների ու տարեցների մոտ տարբեր են իրարից գարնանային սրացումները կամ նյարդաբանական սրացումները։ Հետաքրքիր հարց է, գիտեք, չեմ մտածել այդ մասին գարնանային սրացումները, իհարկե եթե կապենք այ քրոնիկ հիվանդությունների կամ այն մարդիկ, ովքեր իրենց ցիրկադային ռիթմերը, քնի խանգարումներ ունեն կամ հոգեհուզական, միգուցե այդ խումբը տարանջատենք, որոնք ավելի հակված են, բայց առհասարակ տագնապային կամ դեպրեսիվ խանգարումներ ունեցողները տարանջատենք, օրինակ տագնապայինը ավելի երիտասարդների այսպես համախտանիշ է համարվում մոտավոր 25-30 տարեկանից մինչև միգուցե 40-45 ավելի մեծահասակները այդքան հակված չեն նույն այդ գեներալիզացված տագնապ ունենալու դեպրեսիվը երբեմն շատ ուղիղ կապում են կոմորբիդ այսինքն զուգակցող հիվանդություններ երբ որ մարդ ծանր անամնեզ ունի եւ ինքը քրոնիկ հիվանդություններ շատ ունի իրենց մոտ մի քիչ ավելի շատ են այնպես որ երևի թե այստեղ կապված է ավելի շատ անհատական кейսից մարդ ինչ զուգակցող հիվանդություններ ունի, ինչ նախապատմություն եւ նախկինում ինչ փորձ է ունեցել այս հիվանդությունների հետ։ Իսկ ինչ կասեք դեռահասների մասին։ Ահա, դեռահասների մասին իրենք մի քիչ ավելի, տեսեք, նյարդային համակարգը ավելի ճկուն է։ Այսինքն իրենք շատ ավելի հեշտ են փոխում, ադապտացվում միանշանակ, բայց մյուս կողմից ամենաայսպես նեյրոհումորալ այդ storm-ը, որ ասում են, այդ փոթորիկ շրջանը 13-14 տարեկանից երբ որ սկսում է սեպարացիան, ընդդիմանալու ցանկությունը, անկախանալու շատ չափից շատ նույնիսկ մոլուցք է ծնողներից անկախանալու, միգուցե այսպես ասենք մի քիչ իրենց մոտ դժվար են անցնում հենց այս շրջանը 13-4-ից սկսած բայց սեզոնային փոփոխությունների կամ դեպրեսիաների չեմ կարծում որ իրենք հակված են չնայած ես մանկական նյարդաբան չեմ Սա նյարդաբանի մասով, բայց հիմա ուզում եմ հասկանանք որքանով է նյարդերի վրա ազդում նաև սեզոնային ոչ ճիշտ հագուստը, որովհետև մենք իրականում այս սեզոնին չգիտենք թե ինչ հագնել, չգիտենք շոկ է, ցուրտ է, չենք կողմնորոշվում, թե ավելի տաք հագնվել, ավելի թեթև հագնվել։ Կարող է այս ամենը ազդել նաև նյարդաբանական կողմի վրա։ Գիտեք, շատ անհատական է, մարդիկ կան տարին կլոր սիրում են շատ թեթև հագուստ կրել եւ շատերը մատնանշում են վայ չես մրսում, վայ ինչի հագած չես, ինչու գլխարկ չես կրում, հա տատիկները, մամաները սիրում են շատ խիտ հագուստ հագցնել, այսպես ասեմ, էլի շատ adekvat է, երբ որ մարդ իր օրգանիզմին հարմարվում է, շատերը կանվում ջերմահաղորդման, այսպես ասած, կայանը շատ ճկուն է աշխատում եւ ինքը բոլորովին մրցկան չէ, մեկ ուրիշն էլ նույնիսկ գարնան արդեն դեպի ամառ փոխվում է, բայց ինքը դեռ սովոր է տաք գուլպաներով կամ տաք
վերմակով քնել։ Շատ խիստ անհատական է։ Ամենակարևորը ուղղակի հարմարվել եւ սեփական օրգանիզմը լավ ճանաչել։ Մենք շատ հաճախ այդ ճանաչման խնդիր ունենք, հա, էլի ամերիկյան ասում են self-awareness-ը, ցանկացած հիվանդությանը, իրավիճակին հաղթահարելու եւ ադապտացվելու համար իմ կարծիքով ամենակարևորը ինքդ քեզ լավ ճանաչես, թե քեզ որն է ավելի հարմարավետ։ Եթե գիտես, որ այո, ականջները ինձ օրինակ այս տարի եւս մայրիկս անդադար ասեց, որ դու գիտեիր, որ քո թույլ տեղն է եւ դու էլի այդ սինուսիտը տարար, որովհետեւ գլխարկ չես կրում եւ այլն, համաձայն եմ ինչ որ առումով, եթե գիտեք, որ ձեր օրգանիզմում խոցելի հատված կա, հա, մի գուլպա ավել հագնել կամ գլխարկ, ապա համաձայն եմ պետք է չմոռանալ, բայց գարնանը հատկապես շատ պետք է արագ չշտապել, մենք երբեմն նայում ենք դրսում արև է, անմիջապես բաց հագուստով դուրս են գալիս եւ այդ ժամանակ սառը բնականաբար ավելի շուտ ենք հետո հիվանդանում, ավելի երկար վերականգնում, այնպես որ պետք է չշտապել, էլի ասեմ, դանդաղ, հանգիստ եւ ավելի գիտակցված։ Եկեք խոսենք այս նյարդաբանական ուղղությունը մի փոքր ավելի հոգեբանական տեսանկյունից, հա։ Խոսենք այն մասին, որ մարդիկ հիմա շատ ավելի ներվային են, անհամբեր են, ագրեսիվ են, այս սա ինչի հետ է կապված։ Չէ՞ որ սա չենք կարող վերագրել, որ բոլորն ունեն նյարդային հիվանդություն։ Սա ավելի հոգեբանական իրավիճակ է, որը որ կարծես թե այլևս տարիք էլ չի ճանաչում։ Այս սա ինչի հետ է կապված։ Միանշանակ, շատ ցավոտ թեմա է, գիտեք, ինձ համար եւս, որովհետեւ բացի որպես նյարդաբան, նաեւ հոգեբանական սեանսներ եմ անցկացնում եւ այսօր մենք սովոր ենք կյանքի լրիվ այլ ռիթմին։ Տարիներ առաջ, օրինակ 5-10 տարի, այդպեսի բան չկար, որ մենք արագ շատ արդյունք ուզենայինք։ Ներողություն եմ խնդրում, չկար այդպիսի բան, որ մենք չուզենայինք ներդրում անել եւ համբերությամբ զինվել, մինչեւ արդյունքի կհասնենք։ Այսօր կարծես թե կյանքի ռիթմը լրիվ այլ է։ Հենց թեկուզ այդ scroll-ինգը, որ մենք նորություններ ենք նայում կամ անընդհատ սոցկայքերում ինչ որ էներգիա ենք սպասում եւ ստանում, հա, նույն այդ արագ դոֆամինը, անորակ շատերը ասում են, մենք ստանում ենք արագ ինչ որ արդյունքի իմիտացիա, ոչ թե դա արդյունք է, այլ կոնկրետ ստանում ենք արագ վառելիք, որը մեզ թվում է, թե մարդը վայրկյանական ինչ-որ այսպես արագ արդյունքի է հասել։ Իրականում այդպես չէ, պետք է հասկանալ գիտակցաբար, որ ցանկացած process-ի ցանկացած արդյունքի հետևում մեծ համբերություն է, մեծ ներդրում է եւ ջանքեր են ներդրվում, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել։ Այսօր մարդիկ դարձել են ցավոք մի քիչ անհանդուրժող, ճիշտ եք ասում, շատ են շտապում, արագ արդյունք են ակնկալում եւ ինչու ոչ մի քիչ նաեւ այդ բարկությունը, ջղայնությունը գեներացվում է։ Եվ իմ կարծիքով ամենաառաջին հերթին սա մի քիչ ավելի ոչ առողջ ապրելակերպի հետևանք է, որովհետեւ շատերը չեն էլի քնի նորմալ հիգիենա ունենում, ժամանակին չեն սնվում, իրենք իրենց մասին հոգ չեն տանում, սա էլի հոգատարության պակաս, երբ որ դու քո մասին հոգ չես տանում, կարծես թե այդ հոգատարությունը դու շրջապատից ես ակնկալում, քեզ թվում է, որ տիեզերքը պիտի քո մասին հոգ տանի, իրականում եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր մասին ժամանակին այդ 5 րոպե դադարով, թե ջուր խմելով, թե մի հատ մաքուր օդ շնչելով կամ լույսին, չգիտեմ, պատուհան բացելով կարող ենք մեր մասին հոգ տանել, մենք ավելի հանգիստ, հանդուրժող եւ ավելի բարյացակամ կլինենք մյուսների նկատմամբ։ Այս ամենը կարծում եմ յուրաքանչյուրս պետք է կիրառենք մեր կյանքում, բայց մարդն ինչպես հասկանա, որ դեպքում պետք է դիմի նյարդաբանի, երբ է արդեն այն սահմանը, որ ինքնուրույն չի կարող թեկուզ ինքնախնամքով իր մասին հոգ տանել ու արդեն ունի մասնագետի կարիք եւ ոչ արհեստական բանականության, որովհետեւ հիմա շատ տարածված է դիմել արհեստական բանականությանը եւ որևէ լուծումներ գտնել, որոնք այնքան էլ ճիշտ չեն կարծում եմ։ Համաձայն եմ, երբեմն տեսեք, ես նույնիսկ ասում եմ, որ նա քնի հիգիենան, որ փոխարենը ես պիտի մի ամբողջ լեկցիա կարդամ կամ ասեմ, սա արեք, գրում եմ հանգիստ կարող եք օրինակ ChatGPT-ին դիմել, գրել քնի հիգիենա եւ ինքը ձեզ շատ լավ խորհուրդներ կտա։ Երբեմն կարելի է այսինքն խելապտության սահմաններում, եթե կարելի այդ խորհուրդը չգուգլել, այլ հարցնել արհեստական բանականությունը, ինչու ոչ։ Ինչպես հասկանալ, եթե օրինակ հոգնածությունը, տեսեք, ամենաառաջինը երևի գանգատը, որ դիմում են, դա ցրվածություն, մոռացկոտությունն է, ամենաառաջի դոմենը, որը տուժում է, թվում է թե ակնհայտ դա պիտի լինի տրամադրության անկումը, բայց իրականում դա մոռացկոտությունն է։ Մարդիկ ավելի շատ սկսում են բողոքել հիշողությունից, կենտրոնացման խանգարումից, ոչ թե ընկճվածությունից։ Դա մշտական հոգնածության զգացումն է, այդ քրոնիկ հոգնածության սինդրոմը։ Եթե օրինակ զգում են, որ դա մշտական է, քնեցինք, արթնացանք, ոչ թե թարմացած եւ առուգ են գոնե օրվա սկիզբ, ապա այդ զգացողությունը մշտական է, օրվա ամբողջ ընթացքում ուղեկցում է իրենց հոգնածության, թուլության, անընդհատ քնելու զգացողությամբ։ Ամենակարևոր նշաններից մեկը այսպեսի մի հատ տերմին կա, կոչվում է ռումինացիա, երբ որ մարդ մի միտք անընդհատ ծամծմում է, այսինքն մի բան իրեն անհանգստացնում է, ոչ կարողանում է այդ պահին լուծում տալ հաղթահարել, բայց ոչ էլ մտքից հանում է։ Սովորաբար դա
եւս բերում են կճախտի, անհանգստության եւ տագնապի։ Երևի թե սրանք ամենաշատը մոռացկոտությունը մի մտքի վրա անընդհատ ֆիքսվել է կենտրոնանալը եւ իհարկե մշտական քրոնիկ այդ հոգնածության զգացումը, որը հանգստից հետո չի թեթևանում։ Ուրեմն նշան է, որ մենք կամ ինչ-որ վիտամինային դեֆիցիտի պակաս ունենք, կամ իրոք մասնագետի աջակցության ու օգնության։ Խոսենք նաև մի փոքր բուժինֆոյից, հա։ Ինչ շրջան է հիմա բուժինֆոյում, որ թեմաներն են ամենաակտուալը այս շրջանում։ Իդեպ մենք այսօր ունենք նկարահանում, պատրաստվելու ենք խոսել վիտամինային դեֆիցիտից, հենց երկաթի, որ ամենաշատն է երևի թե տարածված, որովհետև շատերը մոռանում են այդ մասին։ Տեսեք, ակնհայտ է, վիտամին D բոլորն են խմում, վիտամին C շատերն են ընդունում, բայց երկաթի մասին մոռանում ենք։ Մեր էլի ամենամեծ էներգետիկ պաշարը ապահովում է վիտամինը ու երկաթը որպես էլեմենտ։ Խոսելու ենք պակասից, բայց փորձելու ենք այս ամիս հատկապես անդրադառնալ կանանց առողջությանը, չենք մոռանում, որ հեսա մոտենում ենք մի ամսակի գարնանը եւ կփորձենք այս ու հետ մի քիչ բլոկերով առանձնացնել, այսինքն եւ չմոռանալ տղամարդկանց առողջության, պտղաբերության մասին, հակատարիքային ինչու ոչ այսօր շատ թրենդային է, բոլորը խոսում են այդ անտի-էյջ մոտեցումներից, բայց մենք կարծես թե չգիտենք հիմա դա ինչ է նշանակում, դա ուղղակի ժամանակակից թրենդներ են, թե խիստ անհրաժեշտություն է այս տեմպից ետ չմնալու եւ մաքսիմալ առողջ օրգանիզմը պահպանելու։ Այնպես որ մոտակայքում սպասվում է դեռ որ նվիրված մի փոքր շրջան հատկապես կանանց առողջությանը, պտղաբերությանը, որից հետո կանցնենք հաջորդի մյուս բլոկերի։ Պտղաբերությունը այսպես շատ թեմայի մեջ է, չէ՞, կարծես մեկ ամիսը մայրություն, գեղեցկություն, շատ տեղին է խոսել հենց այս թեմայի մասին։ Իհարկե սիրով կհետևենք բուժինֆոյի թողարկումներին, որպեսզի այս ամենի մանրամասները տեսնենք եւ իմանանք։ Իսկ հիմա առաջարկում եմ միասին դիտենք գովազդ, հետո վերադառնանք տաղավար։